Խաղողի բերքահավաքից մինչև գինու շշալցում և վաճառք փոխվում են ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ։ Արհեստական բանականությունը, ավտոմատացված համակարգերն ու թվային լուծումները ոլորտը դարձնում են ավելի արագ, ճշգրիտ և արդյունավետ։ Թե ինչպես են նորարարությունները ձևավորում գինեգործության ապագան, Wine-Tech Summit-ում քննարկում են գինեգործության, բիզնեսի, տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտների հայ և արտասահմանցի մասնագետները։ Այս տարի մի քանի ուղղվածություն ունենք, դա հիմնականում օնլայն պլատֆորմներում գինու բրենդերի և երկրների դիրքավորումն է, մարքեթինգն է, туриզմի նորարարությունն է, ինչպես նաև կանխատեսելի խաղողագործությունը։ Այսինքն ինչպես օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի քո պրոցեսը այգում դառնա կանխատեսելի և կառավարելի։ Արդեն երկրորդ տարին անցկացվող համաժողովը դարձել է կարևոր հարթակ գինեգործության ոլորտում գործակցության զարգացման և փորձի փոխանակման համար։ Քննարկումների առանցքում են գինու վաճառքի խթանման ռազմավարությունները, միջազգային բրենդավորումը, արհեստական բանականության և թվային գործիքների կիրառումը, էլեկտրոնային առևտուրը, հոռեկա ոլորտի նորարարական լուծումները և գինու туриզմի զարգացման հնարավորությունները։ Մենք արդեն մի քանի տարի աջակցում ենք Հայաստանում գինեգործության ոլորտի թվայնացմանը։ Ուրախ ենք, որ այսօր Սևանում մեկ հարթակում քննարկվում են գինեգործության թվային ապագան ձևավորող լուծումները։ Միջոցառմանը միացել են նաև գինու վաճառքի ամենախոշոր հարթակի ներկայացուցիչները, հայկական գինիները միջազգային շուկա դուրս բերելու հեռանկարով։ Հայաստանը առաջին անգամ ներառված է Vivino հարթակում և այսօր ներկայացվում է նաև ինչ հնարավորություններ են ձեռում հարթակը հայ գինեգործների համար։ Կարծում եմ այս ձևաչափը այնքանով է հետաքրքիր, որ շուրջ հավաքում է տարբեր մասնագետների, մենք ունենալու ենք կլոր սեղան քննարկումներ և կարծում եմ այդ քննարկումներից հետո ներկայացված նախագծերից հետո նոր պրոյեկտներ կյանքի կկոչվեն։ Համաժողովն ավարտվեց գինուց ոգեշնչված նորաձևության ցուցադրությամբ, որոնց ներկայացվեցին արհեստական բանականությամբ ստեղծված հեղինակային հավաքածուներ, գինու մշակույթի, տեխնոլոգիայի և դիզայնի համադրությամբ։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։